Հարմար նստիր, թեյ վերցրու, քեզ հետ Գոհարն ու Անին են։ Մենք չենք բուժելու, ուղղակի խոսելու ենք հոգեբանության մասին, պարզ ու հասկանալի։ Նենց ոնց կխոսեիր ընկերներիդ հետ, բայց կլինի գիտահեն։ Սա ոնց ես պոդքասթն է հոգեկան առողջության մասին, որտեղ դու ընդունված ես նենց ոնց կաս։ Բարև ձեզ, Անին է։ Եվ Գոհարը։ Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց բան չի փոխվում։ Մենք շատ ենք լսում այդ արտահայտությունը, նաև լսում ենք թերապիայի մեջ ու հաճախ տարօրինակ է, թե ինչի կարա մեզ ամեն ինչ լինի հասկանալի, բայց մեր կյանքում ոչ մի բան չփոխվի։ Թե որտեղից է եկել այն միտքը, որ հասկանալու դեպքում անպայման պետքա փոփոխություն լինի, հավանաբար կարող ենք ենթադրել, որ սոցիումից, քանի որ սոցիումում ավելի գնահատվում է եւ արժևորվում ինտելեկտը եւ ավելի շատ տեղադրվում ինտելեկտին եւ ոչ էմոցիաներին կամ ինչ-որ այլ բաների, ու ստացվում է, որ կա այդպիսի կարծիք, որ եթե ամեն ինչ հասկացել ենք, ուրեմն պետք է այդ փոփոխությունը գա արդեն։ Եվ հաճախ մեզ մոտ հարց է առաջանում, թե ինչի կամ մեր կողքի մարդկանց մոտ հարց է առաջանում, թե ինչի է որ այս բանը հասկանում ես, ինչի չես անում։ Օրինակ, այստեղ կանենք մենք օրինակ բերենք ծխելը։ Մարդիկ բոլորը հասկանում են, որ ծխելը վնասակար առողջության, բայց մեկը ծխում են, չէ՞։ Ճիշտ այդ սովորությունն է, բայց նաև կարող օգտագործենք այն առումով, որ հասկանում ես, որ չի կարելի։ Ու նման է շատ այլ բաներին, որտեղ դու հասկանում ես, որ չի կարելի կամ հասկանում ես, որ տենց է պետք կամ հասկանում ես, որ դա ավելի էֆեկտիվ տարբերակ է, բայց մեկը դու տենց չես անում։ Ու ինչի չես անում։ Այստեղ շատ հեշտ բացատրություն կա։ Վարքի մասին է խոսքը ու կոգնիտիվ վարքաբանական թերապիայի մեջ մենք ունենք sense մի հատ կարևոր բան, հա, մտքեր, էմոցիաներ եւ վարք, որտեղ վարքը շատ կարևոր դեր ունի, որովհետեւ եթե դու վարքով չհամարապնդես քո փորձը, դու չես ձեռք բերի այդ սովորությունը կամ չես ցույց տա քո ուղեղին, որ այդտեղ ապահով է, այն ինչ որ դու անում ես ապահով է, նորմալ է, լավ է, գուցե լինի վախենալու կամ ստրեսային դիսկոմֆորտ, բայց մեկը ժամանակի ընթացքում վարքը մեզ ցույց է տալիս, որ այդ անելը կամ տենց վարվելը իրավիճակի հետ ավելի լավ է, քան նենց ոնց դու անում էիր։ Մեր ուղեղի համար ավելի հեշտ է մնալ ծանոթ ցավի մեջ, քան գնալ նոր փորձի հետևից։ Եվ ավելի հեշտ է մնալ նույն սխեմայի մեջ, քան դուրս գալ տեղից ու գնալ ինչ-որ անծանոթ, գուցե ցավոտ ինչ-որ նոր բանի հետևից։ Ու իրականում շատ հեշտ է հասկանալ, թե ինչ ես դու ավելի շատ ուտում, քան պետք է, ինչի չես ուզում գնաս աշխատանքի, ինչպես նաև շատ հեշտ է հասկանալ, թե ինչ ես դու մնում ինչ-որ հարաբերություններում, որտեղ քեզ այդքան էլ լավ չի, բայց այս ամեն ինչը հասկանալը իհարկե չի օգնում, որ մենք բաց թողնենք այդ ամեն ինչը կամ ավելի ռացիոնալ քայլերի դիմենք ու սրա հետևանքով մենք մնում ենք այդ իրավիճակներում ու մնալով իրավիճակում ամեն դեպքում մեր տագնապի զգացողությունը չի նվազում, մեր դիսկոմֆորտը չի նվազում, ուղղակի մենք գտնվում ենք ծանոթ, բայց ոչ այդքան էլ լավ իրավիճակում։ Ես դրան թերապիայում հաճախ անվանում եմ վատ կոմֆորտ զոնա ու այդ վատ կոմֆորտ զոնան է, որ դու մնում ես այդտեղ բայց քեզ կոմֆորտ է, բայց վատ է, բայց քո ծանոթ կոմֆորտ զոնան է, էլի։ Արդեն ծեր գիտես, անկի գիտես, երևի այդ փորձված թանը անփորձ մածնից որ ասում են դրա մասին է, երևի որ էլ հավես չկա ինչ-որ նոր բրենդի թան կամ մածուն փորձել, ինչ-որ փորձված վատ են անկապը, որ այդքան էլ համով չի, բայց դե էլ մեր չգիտեմ ես ինչ ծանոթն է սարքում ես կան տարի է։ Հետ ենք ուտում, հետ ենք փորձում։ Ես լրիվ համաձայն եմ, որ նաև մեզ շատ ոնց որ տանում են դրան, որ դե հիմա լավ է, գիտես ինչա, լավ է, վատ է, էտա, գիտես ինչա, մնա այդտեղ օրինակ, հա, որ հարաբերությունների մասն է շատ, որ կամ կարող է օրինակ, չգիտեմ, ասում են այդտեղից դուրս գաս ավելի վատ բաներ լինի քո հետ, հա, ոնց որ շատ վախացնում են մեզ նոր բաներ փորձել, բայց գուցե այդքան էլ վախենալու չի ու կարիք կա փորձելու ու ձեզ շատ ավելի լավ լինի։ Շատ կա որ վերագրում են ճակատագրին, իբր միևնույնն է ինչ քեզ ճակատագրով գրված է, այդ է լինելու ու կարծես թե դու պատասխանատու չես քո կյանքի, քո վարքի համար, բայց կարծում եմ հա հաստատ արժի փոխել այդ վատ կոմֆորտ զոնան եւ գնալ դեպի գոնե լավին։ Այստեղ կավելացնեմ այն, որ ամեն դեպքում վարքը շատ կարևոր է։ Երբ որ դու ունենում ես նոր փորձ,
իհարկե քո տագնապի զգացումը այդ նոր փորձ ունենալուց չի իջնում, գուցե ավելի բարձրանա, բայց դու ունեն մեզ այդ փորձը ու քո ոնց որ ուղեղին ցույց ես տալիս, որ նայ, սենց կարա լինի։ Ինքը տեսնում է այդ տարբերակը, որ բայց սենց էլ կարա լինի։ Վախում է մեկը, հետո էլի է տենց փորձ ունենում։ Մի քանի տենց փորձեր ունենալուց հետո ինքը սովորում է, տեսնում է, որ հնարավոր է նաև սենց։ Ու արդեն փոփոխվում է իր կոմֆորտը, հա, ու դառնում է լավ կոմֆորտ զոնա։ Ու դու կարաս գնաս արդեն ավելի լավ բաներ քո համար անես, քան մնաս քո վատ կոմֆորտ զոնայում։ Հա, ոնց որ ընտրության հնարավորություն ցույց տաս, հա, որ կա նաև այս բարբերակը։ Եվ երևի ստեղից անցում կատարենք շատ մի հատ կապված թեմայի, գուցե ոչ այդքան կապված, բայց նաև կապված արտահայտություններին, որոնք մենք հաճախ անում ենք մեր կողքի մարդկանց կամ ուրիշների կողքի մարդկանց, շատ տարածված արտահայտություններ են, կարա Անին ասի այդ արտահայտությունները, դուք լսեք ինչն եք այսօր նաև քննարկելու։ Հաճախ լսած կլինեք, հիմա շատ ինտերնետում տարածված է, հատկապես մի քանի բառ են առանձնացրել արտահայտություն, ինքը տոքսիկ է, իր էքսը կամ իմ էքսը նարցիս էր, ինքը red flag է, չէ, դեռ են շատ ասում, մի անգամից ինչ-որ ասեմ, որ մարդը էլ շանս չունի ինչ-որ այլ flag ունենալու կարծես թե։ Իսկ դրա տեղին է կա։ Չէ։ Իդեպ Instagram-ը մի հատ տղա կա, թե YouTube-ը չէ, Instagram-ում ինքը կարմիր եւ կանաչ այդ դրոշակներ ունի, ու ինչ որ տարբեր իրավիճակներ, որ վիդեոյով նկարած է, ինքը իր արձագանքը այդ կարմիր դրոշը ցույց տալով է, ոնց որ կոնտենտ նկարում, ու երբ որ շատ ինչ որ անընդունելի իրավիճակ է, ինքը շատ մեծ կարմիր դրոշ ունի դրա համար, ու ինչ որ դաշտով վազում է այդ կարմիր դրոշը։ Սա երևի այս թեմային կապվում է նրանով, որ շատ հաճախ կարծես թե մեր վարքը նույնը պահելով փորձում ենք պատասխանություն դնել ուրիշի վրա եւ ուրիշին վերագրել մեր ինչ-որ կրկնվող այդ վարքագիծը ու նույն արդյունքը ստանալով մեզ թվում է, որ խնդիրը դիմացինի մեջ է եւ ոչ մեր մեջ, երբ որ օրինակ մենք 10 տարի շարունակ ունենում ենք նմանատիպ հարաբերություններ, նմանատիպ կարծես թե ինչ-որ մարդկանց հետ, կարող է ներսում մեզ թվում է, որ կարող է մի բան էլ մեր մեջ ինչի, բայց այդքան չենք կենտրոնում դրա վրա։ Ձև չի։ Ու ասում ենք, հա ինքը նարցիս էր այտենց։ Կամ հատկապես շատ թիմա տղաներին են այդպես անվանում։ Օրինակ դու լսել ես, որ աղջկան ասեն նարցիս էր ինքը։ Երևի չգիտեմ, սեքսիզմ է։ Մեկ, Էս ինչ սեքսիզմ է։ Աղջիկների մասին չեն էլ ասում, որ red flag-ը։ Հա, տոքսիկ են երևի ասում, կամ ինչ որ тревожности, привязанности, всё տագնապային կապացան, տագնապային տեսակ։ Մեկ էլ pick me են ասում։ Հա, դա աղջիկներին։ Մենք պետք է ավելի ուսումնասիրվես դաշտը բառապաշարը սովորելու համար։ Իհարկե, օքեյ է անվանել ինչ-որ բաներ, ինչ-որ անուններով, դրա համար էլ այդ անունները ստեղծվում են, որպեսզի մենք ինչ-որ կոնկրետ երևույթներ անվանենք։ Իհարկե, նարցիսի մասին չի, այդ որտեվ հոգեբանական խնդիր է, բայց մնացածը, օրինակ red flag-ը, դա հոգեբանական խնդիր չի, կամ pick me եւ այլն, տոքսիկ է, այդ բառերը չէ, բայց մենք ոնց որ նարցիսն են դրա մեջ դրել, որտեվ ամեն մարդ ինձ թվում է, որ քչերը, ովքեր արտահայտում են այդ արտահայտությունը եւ անվանում են մարդկանց նարցիս, իրանք դժվար թե իմանան թե նարցիս իրականում նշանակում, ոնց արտահայտվում եւ այլն։ Ու ինձ թվում է տվյալ իրավիճակում նարցիսը ոնց մնացած բառերը ունեն իրանց սուբյեկտիվ արտահայտման պատտեքստը։ Այսինքն դու ոնց որ որը մեկին ասում ես ինքը red flag-ը, կարա քո համար լինի ինչ-որ բան է red flag, ուրիշ մեկի համար չէ։ Ու ինձ թվում է այս իրավիճակում նարցիսին են իրանք դնում է դրա տակ, որ այս բաները արելա, հիմնականում այդ երևի որոշակի ինքնա շատ ժամանակ անվանում են դա որպես էգոիստ պահվածք։ Հա։ Իբր թե ինչ որ իմ էքսը շատ էգոիստ էր, ինձ չէր գնահատում։ Պրոստը ավելի սիրուն է որ նարցիս են ասում։ Հա, ինձ համար, չգիտեմ, թանկ նվերներ չէ, նու սա մի քիչ բան են կանում, ավելի փոփ պսիխոլոգիա։ Հա։ Ինտերնետային ինչ որ արտահայտություններ են քննարկում, կարա իրոք տենց լինի, որ չգիտեմ, մեկի զույգը տենց բան։ Նարցիսների իհարկե։
Բայց հիմնական այդ տարածված բան է, էլի, որակումը միանգամից մարդու այդ վարքի բոլոր տեսակները միավորելու ու այդտենց միանունով։ Ես իդեպ հիմա էլ ոնց շատ դեպքերում խորտ կտամ խոսել ու քննարկել ձեր կողակիցների հետ ամեն ինչը, ու եթե դուք ունեք կարծիք, որ ինքը ինչ որ բաներ իր մոտ red flag-ա կամ ինքը նարցիս է կամ ձեր ընկերուհին pick me, չգիտեմ, տենց բաներ, քննարկեք իր հետ, որովհետև կարող է ինքը ձեզ թվում է նարցիս է, որովհետև ինքը ձեզ չի առնում նվերներ, բայց կարող է ինքը իր փողերը հավաքում է, որ ձեզ առնի մեքենա։ Կամ ուղղակի ուրիշ ձև է իր սերը արտահայտում։ Հա, կամ ուրիշ ձև է։ Շատ տարբեր բաներ կա ու իմ խորին համոզմամբ գուցե տենց չի, բայց ես ունեմ տենց ներքին համոզմունք, որ եթե մարդիկ ոնց ինչ-որ բաները ինչ-որ ձևի ես անվանում, գուցե տեղ недосказанность կա, ոնց որ չեք խոսացել ու չեք հասկացել, թե որ ինչի համար է արվել, բայց նաև կրկնում եմ, որ իհարկե կարանես լինի, որ ձեր կողակիցը լիքը red flag-եր ունենա, լինի նարցիս եւ տոքսիկ։ Կարա լինի, բնական է, կարա լինի։ Հա, չենք արժեզրկում իհարկե որևէ մեկի փորձը, ուղղակի երևի ուզում ենք մի քիչ նաև չարժեզրկել մնացած մարդկանց փորձը, ովքեր նաև կարիք ունեն այս մեր թեմայի շրջանակում, հա, եթե զգում եք, որ շարունակաբար ձեր կյանքում այդ նույն ձեզ թվացող նույն պահվածքով հա մարդիկ են, նույն նարցիսներն են, նույն red flag-երն են, գուցե այդ վատ կոմֆորտ զոնան է ձեզ մոտ, ու ինչ որ ծանոթ սխեմաներ են ընտրվում, ծանոթ պահվածք, ուղեղին տենց ավելի հեշտ է, ծանոթ է, ու ինչ որ նոր բանի հետևից գնալը ավելի դժվար է, ինչը նորմալ է, բայց երևի ի վնաս ձեզ աշխատում։ Ու վստահ եմ լսած կլինեք, որ բարձվում է իրավիճակում հարաբերությունների մեջ, բարձվում է մի օր, որ տոքսիկը դուք էիք, տոքսիկներ, բայց տենց էին ասում տոքսիկն ես դու։ Նարցիսն էիր դու։ Այդ ամեն ինչը դու ես։ Օրինակ իմ մոտ եղել է տենց փորձ, որ իմ հարաբերություններում բարձվել է, որ ես եմ եղել խնդիրը, բայց ինձ դες չէր թվում, բայց հետո հասկացա ինչ որ պահից սկսած ինչ որ բան չի, որ իմ հետ այդքան ոնց որ կողակցիս հետ չի կապված, իմ գլխի մեջ է։ Ես շատ երկար իրոք աշխատեցի այդ թեմայի հետ թերապիայում ու հիմա ես ու կողակիցս տենց իրար ասում ենք լավ է, չէ՞, հիմա շատ լավ է։ Իմ կողակիցը տենց ակնհայտ ինչ որ բան չի ասել, բայց իմ թերապիայից հետո ես էլ զգացի, որ ինչ որ բաներում ես ավելի այլ ձև եմ սկսի արձագանքել, ինչ որ ինձ պահել, քան մինչ այդ, գուցե ավելի հանգիստ, գուցե ավելի հասկացող, ինչ որ անդուրժող։ Ու հա նորմալ է, որ կարաք դուք լինեք այդ red flag-ը ու դա նկատեք ու աշխատեք ձեզ վրա։ Մեծ հավանականությամբ հենց դուք եք, չէ։ Այն red flag-ը, որ անվանում եք ուրիշների։ Ու սա երևի պատասխանության մասին էլ է, որ նույնիսկ եթե դիմացինը red flag-ը նարցիսը հնարավոր է ամեն ինչն է, իսկ դուք որ դերում եք այդտեղ էլի։ Հա։ Ես մեծ հույս ունեմ, որ այսօրվա էպիզոդը ամեն դեպքում ձեզ դուր կգա, ոչ թե կսեք ես ինչ են խոսում, որտեղ մի քիչ ցած զավեշտալի էպիզոդ է, բայց երբ մի երկու բան կանենք ասենք բանի մասին, հոգնածության։ Այո, կարա լինի, որ հա, ռեսուրս չունենաս։ Հա, մենք այսօր օրինակ չունենք ռեսուրս, բայց քանի որ մենք պատասխանատու մարդիկ ենք, Եվ սիրում ենք ձեզ։ Բոլորին շատ սիրում ենք, այո։ Մենք ամեն դեպքում որոշեցինք, որ պետք է այսօրվա քննարկումը լինի այսպիսին, քանի որ այս թեման վաղուց կար մեր գլխում։ Հա, իրական ակտուալ թեմա է շատ։ Շատ ակտուալ է։ Ու շատ անկեղծ է։ Այո։ Որովհետև вообще ինչ է red flag-ը, էլի, շատ տարբեր բաներ կարանք անվանենք red flag, այսինքն այն ինչ որ քո արժե համակարգում չի տեղավորվում, դու ասում ես red flag։ Բայց նաև ոնց որ շատ բան կարաս դրա մեջ մտցնես, սահմանների խախտումը կարաս մտցնես, լիքը բան կարա մտնի դրա մեջ։ Դրա համար ամեն դեպքում մի բան էլ ասեմ, որ եթե ձեզ են անվանել red flag, նենց չի որ պետքա դրան հավատալ։ Կարող է դուք բացարձակապես տենց չեք։ Ուղղակի կարող է այդ մարդու արժե համակարգում չի մտնում այն ամեն ինչ որ դուք անում եք, բայց դուք կարող անես բաներ չեք անում, որ
Չգիտեմ, ինչ որ էքստրա վատ բաներ ասենք։ Կամ օրինակ անկեղծ արտահայտում եք ձեր ինչ որ կարծիքը եւ տոքսիկ եք անվանում, որակվում։ Նու իհարկե անկեղծը նաեւ կոռեկտության մասին է եւ ոչ թե ինչ որ շատ կոպիտ եւ բգրեհիկ բառերով։ Կամ օրինակ դուք ձեր սահմանները ճանաչում եք եւ դնում եք եւ դրանով եք տոքսիկ ուրիշների համար, քան որ նրանք չեն կարող խախտել ձեր սահմանները։ Նորմալ է, դա ամենը կարելի հոգնածությունն էլ երևի էլի կարա վերագրվի այս դեպքին, երբ որ օրինակ հոգնած ես, ռեսուրս չունես եւ այդ վատ կոմֆորտ զոնայում ես մնում, որովհետեւ դեռ այդքան բան չկա, էլի ուժ չկա վերլուծելու ինքդ քո պահվածքը, քո մեխանիզմները, որոնք ընտրում ես, ինչ էլի նորմալ է, որովհետեւ այդ ամենը կարա, ինչպես Գոհար ասեց, անդրադառնա հոգեկան ոլորտի առողջությանը եւ ազդի ձեր օրերի վրա։ Ինչ բառեր կա, որ մենք բացենք թողը։ Մենք ուղղակի մի քիչ արդեն տարիքով ենք հոգնած։ Այդ մի քանի բառը գիտենք՝ toxic, red flag, narciss, դե narciss-ը շատ հայտնի գիտեինք, հա։ Այլ ինչ գիտենք, ոչ մի բան։ Ուզում հիշեմ։ Few moments later։ Չգիտենք էլ։ Իսկ օպս հա ինչ։ Երևի այդքանն են ասում, էլ ինչ են ասում։ Դե abuse-երն են շատ։ Abuse-ը մոռացանք այդ կարևոր բառը, որը ռուսները հաճախ հումորով արբուզեր են ասում։ Ճիշտ է, արբուզերը մոռացանք։ Կարա լինի, բայց որտեվ նայեք, օրինակ ես մտածում եմ, գուցե սխալվում եմ, բայց ինձ թվում է, որ այդ տենց է, abuse-ը այդ ամենի մեջի ամենավատն է։ Որտեվ abuse-ը ինքը իրականում ոնց որ abuse բառից է եւ ոնց որ բռնության մասին է։ Բայց ամեն դեպքում այս կոնտեքստում ոնց նարցիսը երևի abuse-երին պրոստը տակ են ասում abuse-եր, չհասկանալով, չգիտակցելով բառի լրջությունը։ Այո, այո։ Եվ այն մնացած բոլորի փորձը, ովքեր իսկապես ունեցել են բռնության փորձ, այո, եւ տրավմատիկ ինչ որ փորձ։ Այո։ Ու հա, ինչ որ տենց մարդու վատ պահվածքը միշտ abuse անվանելը։ Այսինքն շատ կարևոր է այդ քո ասած ենթատեքստը, իրավիճակը, որովհետև հա, էլի բառերը կոչված են նրա համար, որ իրավիճակները անվանենք իրենց անուններով, բայց գուցե երբեմն չափազանցված են դրանք լինում։ Ինձ թվում է նարցիսի ու abuse-երի դեպքում չափազանցված են շատ, որտեվ ամեն դեպքում այդ բառերը իրանց կոնկրետ նշանակություն ունեն, բայց երևի red flag-ը մյուս օրն է։ Toxic եւ pick-me։ Այդ դրանք չունեն իրանց կոնկրետ նշանակություն, առավել եւս ինչ որ կոնկրետ բան չեն նշանակում, այլ ավելի toxic-ը մենք անվանում ենք ինչ որ մի բան, որը որ ոնց որ դուր չի եկել, հենց կամ չորտենց։ Հա, լրջությունը չեն պատկերացնում, թե вообще abuse-ը ինչա նշանակում ու դիմացինին միանգամից տենց որակելը երևի միշտ չի որ պատասխանատու քայլ է, էլի։ Pick-me-ն անվանում են հիմնականում այն աղջիկներին, ինչքանով որ ես եմ հասցրել նկատել եւ հասկանալ, որոնք փորձում են դուր գալ պատրիարխալ աշխարհում դուր գալ տղամարդկանց ցածրացնելով կանանց կամ ընտրել ինչքան որ ես հասկացա կարող է pick-me ինչ որ այլ բնագավառ էլ կա որին ես ծանոթ չեմ իսկ ինչ եթե այդ բառը վատ բան է նշանակում հալի իրական այդ վատ բանը ունի հա պատտեքստը այո որ վատ որակում ունի որ պատրիարխալ աշխարհում եթե դու կին ես դու չպետք է ուրիշ կանանց ցածրացնես որպեսզի դուր գաս տղամարդկանց կամ իբր թե ինչ որ բաներ որոնք տղամարդկանց են ապրիորի դուր գալիս դու անվանես որ քեզ էլ են դուր գալիս բայց եկամ դուր չեն գալիս այդ այնց ինչ որ քեզ ընտրեն այսպես ասած այդքան փիքան է հասկացա կանանց միջից այդքանն եմ ես կարողացել լավ ինֆորմացված էիր դե բասան այդքան էլ բան չենք էլի ինչ ենք շատ կան արտահայտություններ որ մենք չգիտենք ուղղակի մենք այսօր ինչ որ հայտնիները ասենք ամենաօգտագործող եւ հանդիպողները եւ առնչվող հոգեբանության հետ որտեղ այնտեղ այնպես բառեր կան որ ես տենց real ունեմ image-ում որ տեսել ես այդ կարեկտ նայեք դալի այդ ոնց որ տենց
Խոսելու ձևն է երևի։ Կյանքի բան եմ էլի ներկայացրել, որ ընթացքում կարող է դու չհասկանաս ինչի մասն է խոսքը, որտեղ պետք է չվերապատրաստում անցնես բառերի, որ կանես հասկանաս, ըմբռնես տերմինոլոգիան։ Այդ երբ արդեն ծերունների տարբերության ինչ որ։ Բայց նա շատ մեծ ենք էլի։ Հա, 78 կա փոխվել։ Մարդ 78։ Հա։ Բայց նաև շատ կարծես թե մի քիչ էլ տարածված է բանը։ Паническая атака у тревожности ամեն ինչին վերագրել է, որ ատաչիսկая պանիկան ինքը ամեն ինչն են տենց ասում։ Հա, մի քիչ sense որ սիրտը տարագա խփում։ Паническая атака է մոտս։ Կամ հա ունեցել եք паническая атака։ Գիտեք ինչ հալում դրա։ Ժամանակ, որ է ուղակի։ Ես 2 անգամ ունեցել եմ։ Ես չեմ ունեցել։ Որ է ուղակի։ Դու չես խառնի ոչ մի բանի հետ։ Խառնես, ինֆարկտի հետ խառնես, կմեռնես մտածություններ։ Չէ, կարծես չեմ ունեցել։ Հա, ինքը շատ վատ паническая атака։ Կարես մի քիչ թույլ ունենաս, բայց ինձ թվում է, եթե չես առնչվել հոգեբանության ոլորտի հետ, չես ունեցել паническая атака, դու այդ թույլը չես զգա։ Հա, չէ։ Ես չեմ ունեցել, ինչքանով որ իմ շրջապատի մարդիկ նկարագրել են թե դա ինչ է, ես հասկացա որ չեմ ունեցել։ Ինչ որ anxiety attack, ինչ որ երաժշտական կարող է բան այդ սրտխփոցը, քրտնարտադրություն, ինչ որ հուզմունք, բայց ատաչիսկая պանիկա չեմ ունեցել։ Ատաչիսկая պանիկան ամենավատ բանից է այս կյանքի ինձ թվում է որ կարաս ունենաս, մանավանդ եթե նոր ես առնչվում իր հետ, քեզ թվում է մեռնում ես, այդ вообще ավատ։ Ու նշենք որ դրանից չեն մահանում իհարկե։ Այո, երբեք ոչ մեկ паническая атакայից, խոճապային գրոհից երբեք չի մահացել։ Ուղղակի անհրաժեշտ է չհասցնել դրան ձեր հոգեկան վիճակը եւ նախապես դիմել հոգեբանի կամ եթե ունեցել եք արդեն մտածել դրա մասին եւ դիմել հոգեբանի։ Ես ձեզ կուզեք գաղտնիք ասեմ, ոնց հեշտ անցկացնեք паническая атака։ Գաղտնիք եմ ասում։ Ուրեմն, պրոստը այդտեղ կարևոր է հասկանալ, որ այդ паническая атака է։ Իսկ այդ բարդ է հասկանալ։ Երբ որ արդեն անցնում է այդ ժամանակ, երբ որ հասկանում ես, զգում ես, որ քո մոտ շուտով լինելու է խոճապային գրոհ, այդ ավելի հաճախ լինում է, երբ որ դու հաճախ ես ունենում, կարող ես հասկանալ։ Կամ ինֆորմացված ես։ Հիմա դուք ինֆորմացվում եք, որպեսզի հետագայում ունենաք, իմանաք, ունենաք, հուսամ չեք իմանալ։ Ուրեմն լարվածություն ես զգում մարմնումդ, իհարկե ոչ բոլոր լարվածություններն է բերում դրան, բայց ոնց որ ինքը տենց կարա աճի։ Դե իհարկե կարա պրոստատակ լինի, բայց հիմնականում ավելի հաճախ լարվածություն ես զգում ու գալիս այդ սրտխփոցը ու այդ այնքան ուժեղ է լինում, քրտնարտադրություն եւ այլն, որ դու մտածում ես, որ դու շուտով մահանալու ես։ Ու դու ինֆարկտ ես ստանում, քեզ թվում է։ Ինչ անել այս ժամանակ, որպեսզի դա շատ արագ անցնի։ Վեր կանալ եւ վազել։ Այո։ Դա քրքիր է։ Անկեղծ եմ ասում։ Պետք է վեր կանալ վազել, ցույց տալ մարմնին, որ ձեզ ոչ մի վտանգ չի սպառնում եւ դուք չեք մահանում, որովհետեւ իր վախը դա է, որ ինչ որ բան է։ Դուք ես բան, վտանգի մեջ։ Այո, վտանգի մեջ ես, հեսա կմահանաս, ապացուցեք ձեր մարմնին, որ դուք վտանգի մեջ չեք եւ չեք մահանալու։ Բայց վստահ եղեք, որ այս լուրջ բան եմ ասում, եթե չունեք առողջական խնդիրներ, սրտի հետ կապված, այդ դեպքում նոր օգտվեք իմ լայֆհակից, եթե ունեք, ապա ձեր բժշկական վարժություններ կարելի է չէ անել։ Շնչում եք, պահում եք, հաշվում եք 4-ը, հետո արտաշնչում եք դանդաղ ու տենց։ Ու դա պարտադիր չի միայն գրոհի ժամանակ, չէ՞, խոճապային կարելի է օրվա ընթացքում, որ ավելի թեթև անցնի։ Բայց իհարկե ցանկալի է դիմել հոգեբանի եւ անցնել հոգեթերապիա, որպեսզի այն ինչի շուրջ կա այդ խոճապային գրոհը կամ այն ինչից որ սկսել է լինել, կարողանաք հաղթահարել եւ ավելի լավ կյանք ունենալ։ Այդ էլ էլի այդ վատ կոմֆորտ զոնա ինչ որ բան չէ, երբ որ արդեն սովորում ես այդ խոճապային գրոհներին եւ ապրում ես դրանց հետ, բայց կյանքիդ որակը գնալով ու առողջությունը դեռ հաստատ գնալով վատանում է։ Միշտ հիշեք, որ կարիք չկա դիմանալու։ Այդ դիմանալ գաղափարը ինչ որ տենց չեմ, ես իմ որտեղից եկած բան է։ Դա ուժի նշան չի հաստատ։ Մի դիմացեք։ Կան խնդիրներ, որոնք ունեն լուծումներ։ Գուցե լուծումը վերջնական լուծի խնդիրը, գուցե մասամբ լուծի, բայց հաստատ որոշակի
լուծում կգտնվի խնդրին ու կարիք չկա դիմանալու, տանջվելու, կարիք կա զբաղվելու եւ լուծելու։ Դիմանալու հետ կապված շատ լավ հոգեբուժի դիտարկում կար, որ մի կին ինտերվյու էր, որ ասում էր ինձ թվում է կարծես թե երիտասարդները հիմա ավելի շատ են դիմում հոգեբանների եւ ավելի շատ են խմում հակադեպրեսանտներ, կարողա չեն կարողանում դիմանալ կյանքի դժվարություններին, դրա համար այդպես շուտ տարիքից սկսում են իրենց հոգեթերապիան, հոգեբուժը նշեց շատ արդարացի, որ հակառակը իրանք շատ ավելի շուտ են նկատում եւ շատ ավելի շուտ են դիմում եւ խնդիրը չի հասնում դանակը ոսկորին վիճակի եւ ավելի հեշտ է տրվում բուժման, եթե կարող ենք այսպես ասել, որովհետեւ երբ որ շատ ավելի բարդանում է խնդիրը, բնականաբար շատ ավելի դժվար է մասնակետը կարողանում օգնել ու շատ ավելի երկար է տևում այդ օգնության process-ը, քան երբ որ շատ ավելի շուտ ես դիմում եւ շատ ավելի արագ կարողանում ես դա հաղթահարել։ Եվ եթե ուշ ես դիմում, գուցե խնդիրը լինի ոչ լուծելի։ Պետք է դիմել ինչքան հնարավոր է շուտ, որպեսզի խնդիրը դառնա լուծելի։ Մի խոսքով էսպես էլի։ Всё, այսօր всё։ Այո, ասեմ իմանաք, ժամը pasans 40-ը։ Ես արթնացել եմ այսօր 5:45։ Լուծեց։ Հորեր։ Հուսամ կկարենամ շեմ տուն։ Կողոտ ապրիլ։ Չէ, ուղղակի վերջացնենք գնանք տուն։ Ստեսին, բարի գիշեր։